Անահիտ Հակոբյան, Արցախի Հանրապետության նախկին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։ Բողոքի ակցիա է, ծնողները նշում են, որ լուռ ակցիա է, պահանջում են իրենց որդիներին հատկանշական օրով կառավարության դիմացեն։ Դուք ինչի համար եք միացել իրենց այդ պահանջի համար, սատարելու համար։ Իհարկե, այդ պահանջին սատարելու համար այսօր մայրության և գեղեցկության օրն է և ծնողները, կանայք, քույրերը հավաքվել են այստեղ լռության րոպե կազմակերպելու, որպեսզի պահանջեն ուշադրություն հատկացնեն իրենց անհայտ կորած որդիներին, ամուսիններին և նաև զոհերին, որովհետև բավականին ժամանակ է նրանց ուշադրություն չի հատկացվում և ոչ ոք իշխանական կառավարական մակարդակով չի զբաղվում գերիների, անհայտ կորածների հարցերով, մեր եղբայրների, ծնողների վերադարձի հարցով ոչ ոք այդ հարցով չի զբաղվում, ավելին կառավարական մակարդակով վարած քաղաքականությունը հանգեցնում է հարցի փակմանը։ Երբ օրինակ նշում են, որ Հանրապետության ղեկավարը նշում է, դեռ պետք է պարզենք հանգամանքները, օրինակ Ռուբեն Վարդանյանի դեպքում, թե ինչպես է գերի ընկել, սա է ձեր ասած, որ նաև փակուղի են տանում այս հայտարարությունները։ Իհարկե, ոնց կարելի է նման հարցադրում արած, թե ոնց է գերի ընկել, թե ոնց է գերի ընկել, երբ է գերի ընկել, ինչպես է գերի ընկել, դա ինչ կապ ունի, հայ է, գերի է, գտնվում է Բաքվի բանտում, ով է, դա էլ կապ չունի։ Հայաստանի Հանրապետություն ես, իշխանության ղեկավար մարմին ես, նաև ի պաշտոն է և սահմանադրական պարտականություններդ կատարելով և նաև լինելով Արցախի բնակչության իրավունքների երաշխավոր 2015 թվականի հունիսի 16-ի Եվրոխորհրդի որոշմամբ միջազգային դատարանի պարտավոր է զբաղվել այդ հարցով։ Ես էլ որպես համահայկական ճակատշարժման անդամ Եվս սատարում եմ, լինելով նաև զոհվածի այրի, նաև միաժամանակ նախկին կառավարության անդամ և զգում եմ այս ցավը ավելի խորությամբ, ով չկա դրա մեջ ինքը չի կարա պատկերացնի, թե դա ինչ է նշանակում, և սատարում եմ բոլոր կանանց, բոլոր ծնողներին, բոլոր քույրերին ու ես եւս պահանջում եմ այս իշխանություններից, ովքեր լուռ են, ոչինչ չեն ձեռնարկում, դադարեցնել, վերջ դնել իրենց ձևական քայլերը, վերագտնել իրենց, վերադառնալ իրենց իրական լիազորությունների կատարմանը, պահանջել մեր գերիների վերադարձ հայրենիք, վերջիվերջո պետության ղեկավարը պիտի զբաղվի այդ հարցով նախ եւ առաջ, որպես ղեկավար, հետո արդեն մնացած բոլոր հարցերի շրջանակներում բանակցություններ վարի։ Եթե քո հետ հաշվի չեն նստում, քո ազգի ներկայացուցիչը գտնվում է թշնամի պետության բանտում, չի կարա ոչ մի հարց քննարկվի, բառից բուն իմաստով ոչ մի հարց։ Հույսը միշտ վերջում եմ առում, ճիշտն ասած, Արցախի հանձնումից հետո ես կորցրել եմ իմ բոլոր հույսերս ներկա իշխանությունների նկատմամբ, բայց ամենայն դեպս վերադարձի հույսս դեռ չի մարել եւ արդարության վերականգնման հույսն էլ դեռ չի մարել։ Միշտ էլ արդարությունը վերջում հաղթում է։ Ամեն դեպքում ժողովուրդը կհասնի իր նպատակին, Արցախն էլ կվերադարձվի եւ վերադարձ կլինի այն էլ հավաքական։ Ես դրան հավատում եմ։ Շատերը նշում են, որ դա կլինի, երբ որ այս իշխանությունները Նիկոլ Փաշինյանը հեռանա կառավարությունից, կիսում եք այս հարցը։ Իհարկե կիսում եմ, եթե ինքը համապատասխան քաղաքականությունը չի վարում, հետևաբար պիտի հեռանա, իշխանությունը իր լիազորությունները հանձնի այնպիսի անձի, ով ի վիճակի է պետություն ներկայացնելու։ Եթե կարողանում է ի վիճակի, ապա ում է սպասում, թող իր լիազորությունների շրջանակից բխող պարտավորությունները իրականացնի, որ մենք սատար կանգնենք իրեն, ապա ինչպես եք պատկերացնում, եթե պետության ղեկավարը իր բնակիչների, իր ստանձնած պարտավորությունները չի իրականացնում, մենք ոնց կարող ենք հավատ ընծայել իր վարած քաղաքականության հանդեպ։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալ։